Սուրբ եկեղեցյալը սաղաչեսու կստեր, զիսովակ պրկեցես մեզի մեղած և կեցուսե շնորի բոլմուքյան յուրով, ամենակալ տեր աստված մեր կեցո և որյավ։ Աղբրան սրկո եկեղեցոյս և առաջին աստվածն գավ և նայտնացյալ, սուրբ նշանացիս և սուրբ տերգույս, կոնարյա և յուղին երկիր պարկանեն, սուրբ և սրաշարի և շարքով Orten bir kararlı, bir kez madıçanın zorluğunu yemesler, yevo uysırto, ayşun gelmiş, bir haliyans, haliyeniz. Amen. Վերակարտեր թույլ տվեք իմ հոգևոր եղբայրների անունից, ինչպես նաև Ֆրանսիայի թեմի հոգևորականանց դասի, թեմական խորհրդի, ծխական խորհուրդների և համայն հավատացիլոց անունից, բարի գալուստ մաղթել ձեզ Մավսել քաղաք այս խորհրդանաբեր եթի և մաղթելու ձեզ երկար և արեգշատ օրեր և պտպատել օրեր նամանավանդ այս երկու օրերի ընթացքին ձեր հայրապետական այցելությամբ և վստահ ենք, որ ձեր աղոթներում պիտի հիշեք մաքսելահայությունը, ֆրանսահայությունը և մեր թեմի հավատացյալ ժողովուրդներին և մենք էլ միշտ ամեն անգամ աղոթում ենք ձեր արեգշատության և երկարակեցության համար։ Բարի գալուստ վերակարտներ։ Ֆրանսիայի իշխանության պատվարժան ներկայացուցիչներ, սիրելի բարեպաշտ հայրենիներ, գոհություն և փառք ենք մատուցում Բարձրյալին,
որ մեզ նարիտ ընձեռեց վերստին այցելելու Ֆրանսայի հայոց դեմ, Մարսելի սրբոց թարգմանչած եկեղեցի, Սուրբ Էջմիածնից հայրապետական մեր սերն ու օրհնությունը բերելու ամենքիդ և ձեզ հետ աղոտ բարձրացնելու առաստված այս հոյակեր տաճարի նվիրական կամարների ներքո։ Մեծ մխիթարություն է հայրապետիս համար, որ ամուր է ազգանվիրունի և եկեղեցասիրության ոգին Ֆրանսայում բնակվող մեր հավատավոր զավակների, ինչի լավագույն վկայությունն է հայոց եկեղեցու հովանու ներքո ձեր աշխուժ ազգային հոգևոր կյանքը։ Իսկ հյուրս աշխարհի անոր հայության կյանքում առաքելական մեր սուրբ եկեղեցին է, որ տերունապատվեր առաքելությամբ համախմբում է հայ ժողովրդին և Աստծո օրհնաբեր աչքի ներքո անսասան պահում նրա ազգային քրիստոնեական դիմագիծը։ Դարեր շարունակ եկեղեցին է եղել և այսօր էլ շարունակում է լինել մեր ժողովրդի կրթողն ու դաստիարակը, հավատով և ազգային արժեքներով սնուցող։ Եկեղեցին է, որ զորացնում է ամենքից դժվարությունների ու մարտահրավերների դեմ պայքարում, քաջալերում և ոգեշնչում է նոր արարումների, հանուն ազգիս բարոր ներկայի և պայծառ գալիքի։ Եկեղեցին սոսկ քարեր կառույց չէ, այլ հավատացյալ մեր ժողովրդի հավաքականությունն է։ Եկեղեցին դուք եք, սիրելի հավատավոր զավակներ, բարեպաշտ ձեր կյանքով ու աստվածահաճո գործերով, առաքելական խոսքի համաձայն տաճար եք ոգույն սրբով, անդամները Քրիստոսի խորհրդական մարմնի։ Արդարև մեր ժողովրդի դարավոր պատմությունը հար և նման է փրկչի երկրավոր կյանքի ընթացքին։ Եղել են չարչարանքներ, զրկանքներ ու փորձություններ, ցեղասպանության գողգոթա, բայց հարության հավատքի հաղթանակն է պսակել հարատևությունը մեր ժողովրդի և մեր սուրբ եկեղեցու, ամրապնդելով մեր ընթացքը դեպի բարոր ու լուսավոր կյանք։ Այսօր նույնպես մեր հայրենիքը և հայոց եկեղեցին անցնում են դժվարությունների ու մեծ մարտահրավերների միջով։ Անցնող 5 տարիների ընթացքում Արցախյան պատերազմի, Արցախի հայաթափման և մեր հոգևոր մշակութային արժեքների ոչնչացման ուղղված Ադրբեջանի քաղաքականության հետևանքով դեռևս արմահոսում են ազգիս զավակների սրտերը, շարունակում են բաց մնալ արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում գերության մեջ պահվող հայրենիների ազատ արձակման և չընդհատվող մշակութային ցեղասպանությունը կասեցնելու հարցերը, որոնք կարող են ամենքից միասնական ջանքերի և հետևողականության։ Հայրենիքում տիրող դժվարին իրավիճակում խիստ մտահոգիչ է նաև իշխանությունների որդեգրած հակաեկեղեցական քաղաքականությունը, որով ապօրինի քայլեր և բռնաճնշումներ են սանձազերծվել և բարձրաստիճան եկեղեցականության դեմ։ Գիտեք, որ անազատության մեջ են գտնվում 3 սրբազաններ, ազգային մեծ բարերարը և այլ հայրենիներ։ Այսօր տեղեկացանք, որ ևս մեկ սրբազան Արշակ arciepiskopos Խաչատրյան ձերբակալված է տարանքի տանելու համար։ Սիրելիներ, մեր ժողովրդի
միասնության, հավատքի և եկեղեցին հավատարմության շնորհիվ իրարուց է մաղթարվի այս փորձությունը և չեզոքացրել չարամից այս բոլոր զգությունները։ Նաշակարի այս արարողությանը ողջունում ենք ներկայությունը Մարսելի Բարձրապատի կարդինալ Ժան-Մարկ Ավելինի պետական պաշտոնյաների եկեղեցիների ներկայացուցիչների, որոնց հետ հարաբերությունները հատկանշված են համերաշխության ու սիրո ոգով։ Մեր միասնական աղոթական ջանքերով ու գործակցությամբ հետ, որ նոր ժամանակներում պիտի կարողանանք Տիրոջ ավետարանի լույսն ու պատգամը բերել և սփռել մարդկության կյանքում, հաղթահարելու համար արդի աշխարհի արտարավերներն ու խնդիրները, սիրելի հայրենիներ, վերստին մեր օրհնությունն ենք բերում ձեզ ամենքին, մեր գնահատանքն ենք հայտնում թեմակալ բարեջանանքով Նիկոլ Եպիսկոպոս Խաչատրյանին, Ֆրանսիայի և Մարսելի հայկական եկեղեցիներում ծառայող մեր հոգևոր սպասավորներին, թեմական համայնքային վարչության անդամներին, Սրբոց թարգմանչած եկեղեցու սխական խորհրդի ականապետ Պիեր Ռոբերտ Ազիլազյանին և մաղթում առավել կորով ու եղան Մարսելի համայնքում պայծառություն ու բարօրություն հավելելու և Ֆրանսիայի հայոց թեմի ազգային եկեղեցական կյանքը նոր իրագործումներով հարստացնելու համար աղոթում ենք, որ հաստատում լինեք Արք Քրիստոս մեր Տերը նվիրումի ու հավատարմության մեջ և հարատև զորանակ հավատքով, հույսով ու սիրով հայցում ենք երկնավորից, որ խաղաղ պահի Ֆրանսիայի Հանրապետությունը իր շնորհների և օրհնության ներքո նրա բարեսեր ժողովրդին և պայծառ պահպանի ֆրանսահայոց թեմը առատապես օրհնելով ձեզ, ձեր կյանքն ու բարի գործերը, Տիրոջ սերը, շնորհը և օրհնությունը թող լինեն ձեզ հետ այսօր և միշտ և հավիտյանս։ Ամեն։ Ես 12 տարի առաջ
Տիրոջ ճշտությամբ եղել եք Մարսելի քաղաքում։ Եվ այս նվիրական Սուրբ Տաճարի ներքո ձեզ հետ միասին աղոթք եմ բարձրացրել առաստված։ Սրբազան պատարագի արարողություն եմ մատուցել և Տիրոջ Սուրբ մարմինը բաշխել ձեզ, որպես հաղորդություն։ Այսօր փառք եմ տալիս Աստծուն, որ վերստին այս շնորհին է արժանացրել ինձ։ Ձեզ հետ միասին աղոթքի կանգնելու այս Սուրբ Տաճարի ներքո։ Եվ մեր մաղթանքները ձեզ համար առաստված բարձրացնելու, որպեսզի Տիրոջ օրհնությունը հեռվի ձեր կյանքից ներս, և դուք ապրեք երջանիկ, միշտ փառաբանական աղոթքը ձեր սուրբերի վրա արտերը։ Թող Տերը օգնական ու պահապան լինի ամենքին, ձեր կյանքի ողջ ընթացքում։ Եվ եթե ձեր կյանքում կլինեն դժվարություններ, արտերը ունեցած ձեր հավատքի զորությամբ և սիրո ուժով դուք հաղթարեք այդ դժվարությունները։ Եվ ուրախությունն ու բերկրանքը լեցվի ձեր կյանքից ներս և ուղեկից լինի ձեզ ողջ ժամանակներում։ Այս նվիրական օրվա առիթով մենք քաղցր մի պարտականություն ունենք, որ ցանկանում ենք կատարել։ Ուզում ենք ի գնահատություն Գրիգոր Սրբազանի արժանավոր գնահատելի վաստակի, որը մենք տեսանք այս օրերին, նրա կուրս կզարդարել եպիսկոպոսական պանակեով, որպեսզի այդ գնահատանքով զորացած Սրբազանը առավել խանդավառ շարունակի իր հոգեբրճական առաքելությունը իրականացնել Ֆրանսիայի մեր համատավոր զավակների համար և նորանոր ձեռքբերումներով պայծառացնի և շենացնի Ֆրանսիայի հայոց կյանքը։ Տերը թողորտի նաև իրեն աջակից բոլոր հոգևորական սպասավորներին, մեր քահանայերին, ինչպես նաև եկեղեցական վարչական բոլոր անդամներին։ Սիրով հրավիրում ենք Սրբազան հորը մոտենալ մեզ։ Սուրբաչի բսաղաչես ու կստեր, զիսով ապրգեսես մեզի մեղած և կեսուսեր շնորի ողորմության յուրով, ամենակալ տերասված մեր կեցոր և ողորմյա։ Պահպանիչ և ուր սավարացելոց Քրիստոս աստվածը մեր, պահյա, պահպանյա և օրհնյա, զազգս հայոց, ձեգերեցիս Հայաստանի հայց, երկիրս Հայաստան և Ֆրանսա և այլությունս ժողովրդյան սոցիալ։ Ընդհանրապես սուրբ և պատվական խաչմիքների խաղաղության, պահյա, պահպանյա և օրհնյա Տեր, ևս թեմս հայոց Ֆրանսիայի, ևս բարեպաշտ զավակունս, թեմիս հայսմին, այլև սպասավորս, ընդհանրյալ սուրբ և պատվական խաչմիքների խաղաղության, հրկյա, ազատյա, երևելի և աներևույթ թշնամյաց, արժանավոր յակողությամբ պարավորել, ըստ ընթոր և ընծրկող կույտ, այժմ և միշտ և հավիտյանս, հավիտենից ամեն։
օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Օրհնյալ Տերը շնորհացու փոխուի, երկայքի կարողություն եւ Տեր Հիսուս երեցին ձեզ ընդամենեսյան ամեն։ Ամեն։